Շուշիի նախկին փոխքաղաքապետ Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպան նույն ինքը Սարգիս Գալստյանը Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն գրում է Արթիկի բանտում։ Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս եւ նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր։ Նախ առաջին ատյանի, ապա վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ Սարխանը 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին։ Դատական գործի նյութերի համաձայն Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ ու միցել ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն։ Գալստյանը տվել է իր համաձայնությունը։ Այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական Սարխան ծածկանունը։